եմ հարգելի հանդիսատես, եթերում է Իրավունք TV-ն։ Մեր այսօրվա հյուրն է բոլորի կողմից սիրված, կրթության ոլորտի մասնագետ, փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, շնորհակալ եմ շատ։ Պարոն Խաչատրյան, կխնդրեմ սկսենք նրանից, թե ինչպես եք գնահատում կրթական համակարգը մեր այժմյան ներկապահին, հաշվի առնելով վերջին տարիների փոփոխությունները։ Դե ընդհանուր առմամբ իհարկե խնդիրը այն է, որ գլխավոր հարցերը, որոնք անհրաժեշտ են կրթության համակարգը, այսպես ասած, որակական փոփոխությունների տանելու, ցավոք տեղի չեն ունենում։ Իհարկե դպրոցական շենքերի կառուցումը կարևոր է, բայց ակնհայտ է, որ դրանք կարող են որևէ որակական փոփոխության չբերել։ Այսինքն, եթե դու շենքը վերանորոգում ես, դա շատ լավ է, հաճելի է, բայց դա ավտոմատ ձևով չի բերում նրան, որ ուսուցիչները ավելի լավ են դասավանդում, երեխաները ավելի լավ են սովորում։ Այն փոփոխությունները, որոնք մենք տեսնում ենք վերջին տարիներին, ավելի շատ միտված են եղել կրթության բյուջեն ավելացնելու։ Բայց արդեն անցել է 8 տարի եւ կարծեք թե արդեն ժամանակն է, որպեսզի մենք նաեւ խոսենք արդյունքների մասին։ Իսկ արդյունքները այնքան էլ, այսպես ասած, հուսադրող չեն։ Ինձ ավելի շատ մտահոգում է ոչ այնքան ակադեմիական վիճակը, գիտելիքների մակարդակը, որքան, այսպես ասած, կրթության ոլորտի այդ բարոյահոգեբանական վիճակը։ Այսօր կրթության ոլորտում մենք ունենք մի իրավիճակ, որը կոչվում է մեղադրական խաղ։ Անգլերեն ասում են blame game։ Դա այն իրավիճակն է, երբ որ բոլորը բոլորին մեղադրում են, ասենք ուսուցիչները ծնողներից են դժգոհ, ծնողները ուսուցիչներից, աշակերտները իրար հետ չեն կարողանում հաղորդակցվել, բոլորը բոլորից դժգոհ են, բոլորը բոլորին մեղադրում են, բայց չկա մեկը, որ ինքն իրեն մեղադրի, ինքն իրեն քննադատի։ Իսկ այս իրավիճակում, երբ որ բոլորը ուրիշներից են դժգոհ, անհնար է ունենալ որևէ առաջընթաց։ Եվ գիտեք, այս բարոյահոգեբանական վիճակը կրթության շատ կարևոր է, որպեսզի դու ունենաս առաջընթաց։ Եթե մենք դա չապահովենք, մենք շուտով գալու է մի պահ, երբ որ միշտ մեզ ասում են, դե կրթության արդյունքները 10 տարից նոր երևում են, շատ լավ, 8 տարի անցել է, մնաց 2 տարի։ Մենք իրավունք ունենք, չէ՞, արդեն 2028-ին ասենք, ահա ձեր ասած 10 տարին էլ անցավ, ինչ ունենք հիմա։ Այս պահի դրությամբ ես անգամ որոշ պարամետրերով նկատում եմ հետընթաց։ Օրինակ, աշակերտների գրագիտության մակարդակը բավական հետընթաց ունի։ Կենտրոնացման կարողությունները թուլացել են։ Բայց օրինակ դուք շատ կարևոր առանցքային հարց բարձրացեցիք, այդ արժեհամակարգի ձևավորում եւ այլն։ Այսօր կրթության դերը, հա, ինչպիսի անհատի ձևավորումն է, ինչպիսի անհատ, ինչպիսի քաղաքացու ձևավորումն է, եւ արդյոք մենք որքանով ենք մոտ այդ նպատակին, դուք շատ ինչ որ բացասական, հա, այդ բոլոր կետերը նշեցիք որոշ չափով, ուղղակի հետաքրքիր է նաեւ ընդհանուր առմամբ կրթությունը ինչպիսի անհատ պետք է ձևավորի, ինչպիսի քաղաքացի, որ այդ պատկերը դեռևս չենք կարողանում տեսնել։ Ցավոք սրտի Հայաստանում գոյություն չունի քաղաքացիական կրթության որևէ հայեցակարգ։ Այսինքն դա շատ կարևոր բան է, որ մենք պետք է ունենանք, այսինքն հստակ չի։ Ինչ որ փաստաթղթերում գրված է, չգիտեմ, ասենք քննադատական մտածող, որոշումներ կայացնող, չգիտեմ, ստեղծագործ, այսպիսի ինչ որ բաներ կան, բայց չկա հայեցակարգ եւ չկա ճանապարհային քարտեզ, եւ այդ իմաստով այսօր մեր կրթական համակարգում ուղղակի արժեքային քաոս է։ Ամեն ուսուցիչ իր պատկերացումներով է դաստիարակում երեխաներին։ Որոշ ուսուցիչներ ավելի ազատական ձևով, որոշ ուսուցիչներ ավելի ավանդական ձևով, շատ տարբեր է մոտեցումները եւ չկա միասնական մոտեցում։ Հա, մի ուսուցիչ կարող է մտնել դասարան, որ մի արժեք քարոզել, հաջորդ ժամին մտնել ուսուցիչ հակառակը քարոզել։ Որտեւ այս ամեն ինչը չկա, այսինքն դուրս է մնացել եւ որևէ կերպ չի էլ այսպես ասած վերահսկվում։ Օրինակ, տեսեք, մենք կրթության չափորոշիչներում ունենք արժեքային բաղադրիչ։ Այո։ Բայց ինչ է դա։
եթե դուք գրում ես փաստաթղթում ինչ-որ մի բան, պետք է մշակես դրա, այսպես ասած, հաջորդող քայլերը։ Մենք դա չունենք։ Եվ այսօր ունենք շատ անորոշ վիճակ։ Օրինակ, երբ որ դուք գնում եք նորակառույց դպրոցներ, այնտեղ պատերին ոչ մի բան չկա։ Ոչինչ փակցված չէ։ Բացի այն հայտնի կարգախոսից լավ սովորիր, որ լավ ապրես, որի իմաստը ինձ համար անհասկանալի է, բայց ունենք դպրոցներ, հին դպրոցներ, որտեղ գնում ենք դեռևս մնացել են այդ, չգիտեմ, հայոց պատմության տարբեր դրվագների, հերոսների առնչվող նկարներ եւ այլն, անգամ այս իմաստով, եթե օրինակ մտնում ես նորակառույց դպրոց եւ մի հատ ավելի վաղ կառուցված դպրոց, դու կարող մտածես, որ սրանք տարբեր երկրների դպրոցներ են։ Այո։ Անգամ այս ֆիզիկական ենթակառուցվածքով մենք չունենք հստակ բան։ Եվ այդպես էլ մենք չենք հասկանում, հա, մի կողմից մեզ ասվում է, որ ոչ ոք չի պարտադրում, որ դպրոցներից հանեն ինչ-որ նկարներ, պաստառներ, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ նորակառույց դպրոցներում դրանք ըստ էության չկան։ Չեն խրախուսվում։ Իսկ դուք նաև խոսեցիք հենց ընդհանուր գյուղերի դպրոցների հետ կապված խնդրից, ցանկանայի հենց այդ զրուցենք սկզբում հենց այդ խնդրի հետ կապված, արդյոք որքանով եք ճիշտ գնահատում, որ դպրոցները ընդհանուր միավորվում են մեկ համայնքում, այսինքն դպրոցներ են փակվում, կամ որքանով է նոր ստեղծված դպրոցը բարձրացնում կրթության որակը, գիտության որակը, որովհետև որքանով էլ տեսնում ենք նոր դպրոցներ են կառուցվում, դրան զուգահեռ տեսնում ենք այլ իրականություն, որ ունենք ուսուցիչների մեծ պակաս, գյուղի երեխաները տարիներով որոշ առարկաներ չեն անցնում, ընդհանուր առմամբ այս խնդրին ինչպես կանդրադառնաք։ Շատ բարդ հարց է եւ երկու կողմերն էլ ունեն ուժեղ փաստարկներ եւ խոցելի կողմեր։ Տեսեք, միավորման ուժեղ կողմը այն է, որ եթե մենք օրինակ դպրոցում ունենք 1 աշակերտ կամ 5 աշակերտ կամ 8 աշակերտ, այդ դպրոցում շատ դժվար է ապահովել որակ եւ կրթական միջավայր։ Անկամ այդտեղ մենք ուսուցիչների խնդիրել ենք ունենում։ Եվ երեխաները մենակ նստած են դասարանում, որևէ դասընկեր չունեն, պատկերացրեք երեխա, որը 12 տարի մենակ նստում է դասարանում։ Դա շատ վատ բան է, որովհետև մարդը սոցիալական էակ է եւ երեխայի զարգացման համար շփումը էական է։ Այստեղ ես շատ ցավով ուզում եմ արձանագրել, որ ցավոք սրտի մեր բազմաթիվ գյուղեր դատարկվել են եւ սա է նաեւ պատճառը։ Բայց մյուս կողմից մենք ունենք այսպիսի նուրբ իրավիճակ։ Տեսեք, օրինակ, մարդ է, որը մնացել է իր փոքր գյուղում, որը ունի ենթադրենք այս պահին 15 աշակերտ։ Մարդը մնացել է իր գյուղում եւ ուսուցիչ է։ Մենք հիմա այս մարդուն ասում ենք, որ քո դպրոցը պետքա փակենք եւ պետքա մյուս գյուղում։ Հիմա պատկերացրեք, այս մարդը աշխատանք է կորցնում, չէ՞։ Եվ օրինակ 3 դպրոց միացնում ենք, 3-ում էլ կա անգլերենի ուսուցիչ, բայց մեկն է պետք։ Դա ինչ է նշանակում, 2 հոգի պիտի դուրս մնա։ Ես էլ հավատարիմ եմ մնացել իմ գյուղին, տարիներով մնացել եմ, որ կրթեմ իմ գյուղը, պահեմ իմ գյուղը։ Հիմա դուք նաև ինձ դրա դիմաց զրկում եք աշխատանքից։ Կամ ինձ պետքա ես ստիպված լինեմ, չգիտեմ, 20 կիլոմետր գնալ, մեկ այլ համայնքում աշխատանք գտնել։ Ինչու՞։ Եթե այդպես է, ես կթողնեմ եւ կգնամ հարևան քաղաք։ Հիմա մենք այս խնդիրը ունենք, որովհետեւ այս քայլը բերելու է նրան, որ բազմաթիվ մարդիկ գնալու են ոչ թե այլ գյուղ, այլ գնալու են քաղաք։ Առանց այդ էլ դուք գիտեք, որ կա արտագաղթ դեպի քաղաքներ, հիմա դա ավելի կսրվի։ Ըստ էության մենք պետք է հաշտվենք այն իրողության հետ, որ այդ փոքր գյուղերը ել ավելի կդատարկվեն եւ այնտեղ ըստ էության հիմնականում կմնան մարդիկ, որոնք դպրոցի հետ գործ չունեն։ Ես կարծում եմ, որ այս հարցում շատ կարեւոր է, որ նախարարությունը երկխոսության գնա մարդկանց հետ։ Այսինքն մենք երբեմն տեսնում ենք, որ որոշ գյուղերում բողոքներ են, որտեղ երկխոսող չկա։ Մարդկանց չեն ներկայացնում ինչ է տեղի ունենալու։ Օրինակ մարդիկ հարց են բարձրացնում, ասում են մեր գյուղը լեռնային գյուղ է, հաճախակի ճանապարհները վատ վիճակում են, ինչ է լինելու։
Կամ ուսուցիչների տեղափոխման հարցը ինչ է լինելու։ Ծնողը ուզում է գնա ծնողական ժողով, չէ՞, տարեկան առնվազն 4 անգամ ծնողական ժողով է լինելու։ Ով է տանել բերելու ծնողին, վճարվելու է ծնողը դրա դիմաց, թե ոչ։ Կա ռիսկ բացակայության։ Երեխան ասենք թե առավոտյան 5 րոպե ուշացել է ավտոբուսը գնաց։ Վերջացավ, ինքը այդ օրը բացակա ստացավ։ Առաջ գյուղում էր, կարող էր 5 րոպե ուշացումով ներկայանալ դպրոց։ Շատ խնդիրներ են լինելու։ Այստեղ կա շատ ավելի մեղմ ու լավ տարբերակ, որը ցավոք չարվեց։ Բայց այդ տարբերակը 2017 թվականին քննարկվել էր, եւ այդ տարբերակի իմաստը էր, որ բոլոր գյուղերում գոնե մինչև 4-րդ դասարան մնա։ Որտեվ այստեղ նաև նուրբ հարց կա, չէ՞, մենք այսօր դպրոցում ունենք երեխա, որը 5 տարեկան 8 ամսականում գնում է դպրոց։ Հիմա դու 5 տարեկան 8 ամսական երեխային եթե տանում ես կողքի գյուղ, չէ՞, խնդիր է։ Փոքր է այդ երեխան։ Գոնե թողեք երեխաները 10 տարեկան դառնան, հետո նոր գնան կողքի գյուղ։ Մի խոսքով, սա շատ բարդ հարց է, բայց սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք, որովհետև մեր գյուղերը դատարկվել են։ Իրականում խոսեցիք հենց գյուղերի դատարկումից եւ այլն, կցանկանայի նաեւ որոշ չափով անցում կատարենք ակադեմիական քաղաքի նախագծին, որովհետեւ տվյալ դեպքում նույնպես ունենք բևեռացման խնդիր, այսինքն արդյոք որ այս բոլոր համալսարանները օրինակ միավորվեն ու տեղափոխվեն քաղաքից դուրս։ Էլի չի ստացվում, որ Երևանում է բևեռացումը շատ, որովհետեւ ինչպես գիտենք, մարզերում եւս ունենք համալսարանների մասնաճյուղեր եւ այլն, ու արդյոք այդ ամեն ինչից կրթության որակը որևէ կբարելավի։ Այսինքն, եթե բոլոր համալսարանները գտնվեն մեկ շինության ներքո, ինչպես է դա ազդելու որակի, գիտության վրա։ Ակադեմիական քաղաքը ինձ համար անընդունելի նախագիծ է այս ձևով, որովհետև ըստ էության այն բուհերին Երևանի մի մասից տանում է մյուս մասը, բայց ահռելի ներդրումների հաշվին։ Մենք ահռելի փող ենք ծախսելու, միլիարդավոր դոլարներ, որպեսզի բուհերին Երևանի կենտրոնի շենքերից տանենք 17-րդ թաղամասի շենքը։ Հիմա հարց արժի միլիարդավոր դոլարներ ծախսել սրա վրա։ Գուցե այդ փողը ծախսենք ուրիշ ավելի նպատակահարմար։ Օրինակ, ես շատ լավ առաջարկ ունեմ։ Տեսեք, բացվեց Երևան-Գյումրի մայրուղին, որի շնորհիվ մենք Երևանի ծայրից մինչև Գյումրիի մուտք, ոչ, 1 ժամ, նույնիսկ 50 րոպեում էլ Երևանի 17-րդ թաղամասից Գյումրու մուտք կարելի է 50 րոպեում այսօր հասնել։ Ես օրինակ առաջարկում եմ Գյումրիի մուտքի մոտ, օդանավակայանի մոտակայքում ստեղծել ուժեղ համալսարան, միավորել Շիրակի բոլոր համալսարանները, ստեղծել Շիրակի պետական համալսարան, այդ բուհին աջակցել, ռեսուրսներ դնել, ուսման վարձը կտրուկ իջեցնել, դասախոսներին առաջարկել այսպես մոտիվացիա, օրինակ բնակարանի հնարավորություն կամ բարձր աշխատավարձ եւ Գյումրիում ստեղծել այլընտրանքային համալսարան, որը հնարավորություն կտա, որ Գյումրիի համալսարանը մրցակցի Երևանի համալսարանների հետ։ Եվ սա չի էլ խանգարի, որ Երևանի դասախոսներն էլ գնան Գյումրիում դասավանդեն։ Իհարկե, շահագրգռվածություն եւ պատկերացրեք, Երևանը կբեռնաթափվի, եթե մենք մի քանի հազար ուսանողի եւ դասախոսի Երևանից տանենք Գյումրի, Երևանը կբեռնաթափվի, Գյումրին կդառնա մրցունակ քաղաք եւ ձեռնոց կնետի Երևանի բուհերին, ինչը մեզ պետք է, մենք անդադ խոսում ենք մարզերի համաչափ զարգացում։ Եթե դու բոլոր համալսարանները կենտրոնացնում ես Երևանում, էլ ինչ համաչափ վերջացավ։ Համաչափ զարգացում էլ չկա, եթե բոլոր համալսարանները Երևանում են, փակեք այդ թեման։ Եթե խոսում ենք դրա մասին, որտեվ տեսեք, եթե Գյումրիում մենք ստեղծում ենք ուժեղ համալսարան, այդ համալսարանինքից սկսելու են ձևավորվել
օրինակ, չգիտեմ, IT ընկերություններ, հա, ինչ որ ստարտափեր, գիտահետազոտական, դա բերելու է նաև, չգիտեմ, ռեստորանային սննդի զարգացման, դա բերելու է սննդի արտադրության զարգացման, դա բերելու է ինչ որ туриզմի, որտեղ գալու են ուսանողներ այլ երկրներից, դասախոսների միջաց, այսինքն Գյումրին շատ մեծ զարգացման ուժ է ստանալու։ Եվ Գյումրիի զարգացումով նաև ինչ որ իմաստով դա օգնելու է նաև Վանաձորին, որտեղ բավական մոտ է ինքը Գյումրիին, Շիրակի, Արագածոտնի քաղաքները, գյուղերը նույնպես Երևան գալու փոխարեն կգնան դեպի Գյումրի, որը իրենց ավելի մոտ է լինելու։ Այսինքն կա լավ լուծում։ Այո։ Եվ կառուցել ենք այդ ճանապարհն էլ կառուցել ենք, ինչի համար ենք կառուցել։ Որ էլի ամեն ինչ կենտրոնացնենք Երևանում եւ շարունակենք դատարկել մարզերը, հետո էլ ասենք դեպի դպրոցները փակենք, որտեղ մարզերում մարդ չկա։ Ճիշտ է։ Պատկերացնում եք, եթե համալսարանը բացենք, նաեւ Գյումրու կողքի գյուղերն էլ կզարգանան եւ միգուցե Շիրակի դպրոցները էլ չեն փակվի։ Հատկապես, որ վերջերս հենց Շիրակի մարզի դպրոցների հետ կապված էր, որ բավականին մեծ խնդիր էր առաջացել, ակտիվացավ, որ գյուղերի դպրոցների դատարկում ունենք եւ այլն, այդ խնդիրը եւս առկա էր։ Ուղղակի ավելի հետաքրքիր է ընդհանուր առմամբ, այսինքն կրթության որակի վրա ամենաուժեղ ազդող ֆակտորը, որն է հանդիսանում հենց ուսումնական ծրագրերը, կառավարման համակարգը, ընդհանուր առմամբ թե ուսուցիչների պատրաստվածությունը, օրինակ շատ հաճախ դա էլ է ներկայացվում որպես լուրջ խնդիր։ Տեսեք, եթե ինձ հարցնեք, այսօր մեր կրթության վրա ամենաշատ ազդում է երկրի միջավայրը։ Երկրի միջավայրը շատ վատ միջավայր է։ Տուրք տալով, այսպես ասած, ալգորիթմներին, սոցիալական ցանցերի, մենք այսօր գեներացնում ենք, այսպես ասած, ջղայնություն, էմոցիոնալություն, հայհոյախառն բառապաշար եւ ցավալի է, որ այդ հայհոյախառն բառապաշարը նաեւ խրախուսվում է իշխանությունների կողմից, որի արդյունքում այսօր երկրում բոլորը բոլորի դեմ են դուրս եկել, ամբողջ երկիրը պառակտված է, բզկտված է, բաժանված է, եւ դուք ո՞նց եք պատկերացնում այս միջավայրում կրթության զարգացում։ Անհնար է, կրթությունը ինքը միջավայրային երևույթ է, դու չես կարող, սա միջնադար չի, որ դու քարանձավներում ճգնավորների պես փակես կրթությունը, որպեսզի այդ հասարակական ազդեցություններից պաշտպանես, չէ՞։ Պաշտոնյայի ամեն բառը հաջորդ օրը աշակերտների բերանում դառնում է ծաման։ Աշակերտները պաշտոնյաների արտաբերած այդ զավեշտալի, վիրավորական, էմոցիոնալ արտահայտությունները հաջորդ օրվանից սկսում են դպրոցի դասարաններում, միջանցքներում արտաբերել, խանգարելով դասերը, եւ այս ուսուցիչները պետք է իրենց բան ու գործը թողնեն, ու այս երեխաներին այդ բերանի ծամոն դարձած այդ տգեղ արտահայտություններից պաշտպանեն։ Դուք չեք պատկերացնի, այս մեր բառապաշարը, որ կա հանրային, ինչպես է արտահայտվում դպրոցներում։ Ասենք հասարակ բան է, չէ՞, սա բաց հասարակություն է, ցանկացած բան, որ դու ասում ես, հաջորդ պահին TikTok-ով, Instagram-ով հայտնվում է աշակերտների մոտ։ Եվ մենք շատ լավ գիտենք, չէ՞, որ դպրոցներում կան աշակերտներ, որոնք սիրում են այդ սանձարձակ բառապաշարը եւ սկսում են իրանք անընդհատ կրկնել այդ բանը։ Հիմա ով պիտի այս հարցի լուծումը ով պիտի տա։ Ով երեխաներին, հետո զարմանում եք, թե ինչի է դպրոցներում կռիվները շատ, բուլինգը շատ։ Այո։ Օրինակ չկա, լավ օրինակ, դրական օրինակ չկա։ Իրական շատ լուրջ խնդիր է դա, շատ լուրջ հարց եք բարձրաձայնում ու ընդհանուր առմամբ երեխաներն էլ հենց այդ օրինակներով արդեն մտածելով որ դա է ճիշտը, արդեն սովորում են դրան եւ դժվար է արդեն երեխային պետք է դրանից հետ բերել, հետոնոր արդեն անցնել կրթելուն, դուք հենց սկզբում էլ շատ ճիշտ նշեցիք, որ ամեն մեկս հենց մեր անձից պետք է սկսենք, հասկանանք այդ փոփոխությունը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։ Կխնդրեմ նաև նշեք, եթե մեկ առաջնահերթություն նշենք, որ Հայաստանի կրթության համար առաջիկա տարիներին շատ անհրաժեշտ է։ Կամ թեկուզ մի քանիսը, բայց որն են այն առաջնահերթությունները, որոնցով պետք է շարժվենք, որպեսզի հասնենք արդյունքի։ Մեկը ես արդեն ասացի, որ երկիրը չպետք է կառավարվի սոցիալական ցանցերի ալգորիթմներին հաջող
տրամադրություններով։ Այո, սոցիալական ալգորիթմները այդ ջղայնության հայոյախառն բառապաշարի միջոցով գումար են վաստակում, բայց մեր պետությունը դրանից տուժում է։ Սա մեկ միջավայր։ Երկրորդը, իմ կարծիքով Հայաստանի կրթությունը չունի, այսպես ասած, ռազմավարական ողնաշար։ Այսինքն կրթության նախարարության շրջանակներում պետք է ստեղծվի մի կառույց կամ ենթակառույց, որում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք այսպես կայուն մարդիկ են, այսինքն ինչ որ քաղաքական բաների չեն, որ այսօր իշխանությունն են, այս մարդիկ դիլեն, փոխվեց ուրիշ մարդ։ Մարդիկ, որոնք ճանապարհ են անցել եւ անկախ նրանից ով կլինի իշխանությունը, իրանք կրթության մեջ ասելիք ունեն։ Պետք է ստեղծվի այդ կառույցը կամ ենթակառույցը, որը պետք է իր վրա ստանձնի կրթության քաղաքականության այդ առանցքային, արժեքային, բովանդակային հատվածները։ Եվ դրանով պետք է ինչ-որ կայուն գիծ ունենա երկիրը։ Ոչ թե, որտեվ գիտեք ինչ նախարարները եւ փոխնախարարները իրենք այնքան ծանրաբեռնված եւ զբաղված են, որ իրանք չեն կարող այդ խորքային բաները մտածել։ Իրենց առօրյան այնքան հագեցած է տարբեր այցերով, հանդիպումներով, քննարկումներով, խնդիրներով, որ ինքը չի կարող, ես չգիտեմ, կա Հայաստանում մի պաշտոնյա, որ օրվա մեջ 1 ժամ կարող է իր սենյակում լուռ նստել ու մտածել։ Ես չեմ կարծում, որտեվ տեսնում ենք անգամ պաշտոնյաները ամբողջ օրը հեռախոսների մեջ են։ Այո։ Հա, եւ այս իմաստով այսա շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, օրինակ, որն է մեր պետության կրթական առաջնահերթությունները։ Եթե մենք դա թողնենք քաղաքական ուժերին, ամեն մեկը կգա իր առաջնահերթություններով, մեկը կգա կասի Մասիսը հանեք, հա, մյուսը կգա կասի Մասիսը դրեք, երրորդը կգա կասի Արագածը դրեք, ու այսպես, մեր կրթությունը կդառնա այս քաղաքական վայրիվերումների կատարածում, որը շատ սխալ է։ Դրան կարծում եմ, այո, առանցքային լուծումներ հարկավոր են։ Այստեղ նաև կցանկանայի մի փոքր խոսեինք այս դպրոցներում վերջին շրջանում, երբ որ համակարգիչները արդեն բաժանում են համակարգիչներ, ներկայացվում է դա, որ հասել ենք մեծ հաջողության, որպես մեծ հաջողություն, բայց արդյոք մենք ունենք մեթոդ, թե ինչպես դրանք օգտագործել դասի ժամանակ ու արդյոք մտավախություն չունենք, որ սա ավելի կմեծացնի այն երեխաների միջև անդունդը, ովքեր օրինակ տներում եւս ունեն համակարգիչներ, եւ այն երեխաների, ովքեր որ չունեն եւ պետք է օգտվեն դպրոցում միայն դրանցից։ Այսինքն այստեղ ինչ որ սոցիալական հարց չի առաջանում արդյոք։ Դե տեսեք, ընդհանրապես համակարգիչները, խելացի գրատախտակները, դրանք դա բաներ են, բայց եթե չկա լավ մանկավարժություն, դրանք վնաս են տալիս։ Տեխնոլոգիան օգտակար է, երբ որ կա լավ մանկավարժություն։ Եթե չկա լավ մանկավարժություն, տեխնոլոգիան որևէ օգուտ չի տալիս։ Իհարկե, մենք ունենք այդ անջրպետը, ես հետաքրքիր բան ասեմ, ես վերջերս հաճախ եմ ուսանողներին հարցնում, եւ պարզվում է, որ Հայաստանի ուսանողների շոշափելի մի խումբ չունի համակարգիչ։ Եվ իրենք անգամ իրենց ավարտական աշխատանքները գրում են հեռախոսով։ Իհարկե, համալսարաններում կան համակարգիչներ, հա, սրահներ, որտեղ եթե դու կարող ես նստել, եթե տանը չունես, այդտեղ նստես, բայց ամեն դեպքում այո, այդ անհավասարությունները կան Հայաստանում, որտեղ աղքատության բարձր տոկոս կա, ուսման վարձերը բարձր են, Երևանում ապրելը թանկ է, եւ շատ ուսանողների համար իրենք հազիվ կարողանում են հեռախոս ունենալ, որ մնաց մի հատ էլ համակարգիչ։ Դրա համար ես կարծում եմ, որ այս տեխնոլոգիաների հարցում կա անհավասարություն, բայց եթե մենք լավ դասավանդում ունենանք, տեխնոլոգիաների հարցը այդքան բան չի։ Ես հետաքրքիր բան ասեմ, մի քանի օր առաջ կարդում էի, որ Նորվեգիան եւ Շվեդիան հիմա ավելի հետ են գալիս դեպի թղթի ու գրիչի կրթություն դպրոցներում, որտեվ հասկացան, որ այդ էկրանային կրթությունը շատ վատ ազդեցություն է թողնում եւ երբ որ երեխաները կարդում են էկրանից, շատ ավելի վատ են կարդում եւ շատ ավելի դժվար են կենտրոնանում։
Շատ լավ, շնորհակալ եմ շատ Շնորհակալություն։ հետաքրքիր զրույցի համար եւ վերջում կխնդրեի ինչ-որ այսպես ընդհանուր ամփոփող ինչ-որ խոսք ասեիք մեր կրթության ոլորտի հետ կապված, հաշվի առնելով, որ ձեզ լսում են ուսանողներ, աշակերտներ եւ շատ մեծ սիրով են լսում, հավատացեք, կցանկանայի ինչ-որ խորհուրդ կամ ինչ-որ վերջնական Այո, ես իմ ամենակարևոր խորհուրդը այս պահին այն է, որ մենք այսօր ունենք արհեստական ինտելեկտ, որը շատ հարցեր իր վրա է վերցնում։ Մենք զգուշ լինենք, որպեսզի ամեն ինչ չպատվիրակենք արհեստական ինտելեկտին, որ ինքը մեր փոխարեն գրի, մտածի, լուծի, հարցեր տա, եկեք մտավոր ծուլություն չանենք, որովհետև մտավոր ծուլության գինը շատ թանկ է։ Եվ այո, օգտվենք, ես կողմ եմ, շատ հարցերում արհեստական բանականությունը մեզ օգնում է շատ հարցերի պատասխանները արագ գտնել, հեշտ գտնել, բայց եկեք այն ամենը, ինչը մենք պետք է անենք, մենք անենք, որովհետև եթե չանենք, դա մեզ հետ է շպրտելու։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, հուսամ կրկին կհանդիպենք եւ այլ թեմաներով եւս կհասցնենք զրուցել։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։